Ողջույն սիրելի հետևորդներ, ես Արմինե Գրիգորյանն եմ, թվագետ, զբաղվում եմ մարդկանց ծննդյան տվյալների վերլուծությամբ եւ օգնում եմ մարդկանց հասկանալ, թե իրենց ծննդյան իրավունքով ստացված ծննդյան օրվա, ամսի եւ տարեթվի, այսինքն ծննդյան ամսաթվի թվերի հետևում ինչ էներգիաներ են թաքնված եւ ինչքանով այն կարող է օգտակար լինել ձեր կյանքն ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ առողջ ապրելու համար։ Շարունակելով մեր ճանապարհորդությունը թվային տիրույթում, ասեմ, որ այսօր մենք կխոսենք 6 թվի էներգիաների մասին, այսինքն այն մարդկանց մասին, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսի 6-ին, 15-ին եւ 24-ին։ Միանգամից նշեմ, որ եւ 6 թվի գրելու նշանը արդեն իսկ հուշում է այն մասին, որ այս մարդիկ վերին ասպեկտների հետ կապ ունեն, ի սկզբանե նրանց այդ կապի իրավունքը տրված է եւ նրանց մոտ բավական լավ զարգացած է ինտուիցիան։ Եթե նրանք գտնվում են դրական էներգետիկ հոսքերի ազդեցության տակ, ապա նրանք շատ հեշտ կարողանում են ուրեմն տիեզերքից որսալ իրենց համար ցանկալի այն ինֆորմացիան, որի պատասխանը փնտրում են կամ ընդհանրապես ստանալ իրենց հարցերի պատասխանը գործողության տեսքով, պատասխանները այլ ուրեմն ձևերով եւ այլն։ Այս մարդկանց անվանում են աղոթքի մարդիկ։ Նրանց խոսքը բավական մեծ ուժ եւ ազդեցություն ունի թե իրենց շրջապատի համար, ուստի այս մարդիկ պետք է շատ ուշադրություն դարձնեն իրենց խոսքին, խոսքի կուլտուրային եւ ընդհանրապես մտքերը կարողանան ստերիլ պահել, որովհետեւ հակառակ դեպքում կարող են իրենց վնաս հասցնել։ Կա մի այդպիսի ուղղություն, կոչվում է նեյրոլինգվիստիկ ազդեցություն մարդու ներաշխարհի վրա եւ սա կարճ ասած նա է, որ ինչպես խոսում ենք, այնպես մտածում ենք, նույն ձևով էլ ձևավորվում են մեր մտքերը եւ դրա հետևանքով նյարդային համակարգը հետ է վերադառնում եւ մեզ է վերադարձնում այն էներգիան, ինչ որ մենք արձակել ենք բաց դաշտ, այսինքն տիեզերք, մտքերի ձևով, խոսքերի ձևով, տարբեր ձևերով եւ եթե այլ թվերի դեպքում դա այդքան էլ կարևոր չի, ոչ թե կարևոր չի, այլ կարող է այնքան էլ կործանարար չլինել, ապա 6 թվի էներգիայի դեպքում դա շատ կարևոր է իմանալ, որ եթե դուք ուրեմն բացասական մտքեր, բացասական էմոցիաներ արտահայտեք խոսքի միջոցով կամ նույնիսկ եթե դա մտածեք եւ չարտահայտեք, միևնույն է ձեր կապը արտաքին աշխարհի կամ այսպես ասած տիեզերքի հետ այնքան ուժեղ է, որ այն անմիջապես կարող է դրական բացական էներգիայի վերածվել ձեր մտքերը եւ ձեզ վերադառնալ հարվածի տեսքով։ Հարգելի 6-եր, դուք իսկական հրաշագործներ կարող եք դառնալ, եթե դուք կարողանաք հետևել ձեր մտքերին, ձեր խոսքին եւ ինքներդ ուրեմն դրականորեն ռեալիզացնեք 6 թվի էներգիաները։ Իդեպ նախորդ թողարկումներում ասել եմ, որ թողարկումների ժամանակ ասել եմ, որ 6 թիվ նկատի ունենք 6-ը, 15-ը, յուրաքանչյուր ամսվա 6-ը, 15-ը եւ 24-ը, սակայն ի տարբերություն 6-ի, 15-ը եւ 24-ը կոչվում են միջնորդավորված 6-եր եւ այստեղ գործում է նաեւ 15-ի դեպքում 1-ի եւ 5-ի էներգիաների սինթեզը եւ 24-ի դեպքում ուրեմն 2-ի եւ 4-ի էներգիաների սինթեզը։ Իհարկե դրանց 15-ի եւ 24-ի թվերի գումարը եւս տալիս է 6, արդյունքը նույնն է, բայց ճանապարհներն են մի փոքր այլ, այստեղ կան նրբություններ եւ ճանապարհների տարբերություններ, ամեն դեպքում ներկայումս ուզում եմ ուղղակի գլոբալ կերպով խոսել 6 թվի էներգիայի տակ ծնվածների մասին։ Ուրեմն 6 թվի 6, 15, 24 թվերի տակ ծնվածները նաև աղոթքի մարդիկ են, նրանց աղոթքը ուղիղ
եւ շատ արագ հասնում է Աստծուն, եթե այդ աղոթքը գտնվում է բաց սրտով եւ ընդհանրապես դրական էներգետիկ դաշտում եք դուք գտնվում հոգեպես, ֆիզիկապես եւ այլն, այն կարող է ուղղակի բարձրանալ վերև եւ վերադառնալ ձեզ ցանկությունը կատարվելու տեսքով, այսինքն այն ինչ որ ցանկանաք, շատ արագ կարող է կատարվել, որ դու նույնիսկ ինքներդ չհասցնեք զարմանալ, թե այս ինչ բանն էի ուզում, ինչպես պատահեց, որ առանց աչք թարթելու ուրեմն անմիջապես տեղի ունեցավ, դա եթե նման ուրեմն երևույթներ են ձեզ հետ տեղի ունենում, ուրեմն իմացեք, որ դու գտնվում եք այդ 6 թվի դրական էներգետիկ հոսքերի ազդեցության տակ, իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ դուք սկսել եք նյարդայնանալ ինչ-որ երևույթներից, որոշ երևույթներ սկսում են ձեզ այնքան նյարդայնացնել կամ անձիկ կամ երևույթներ, որոնք սկսում են ձեզ հունից հանել, դուք սկսում եք չարախոսելու ցանկություն է առաջանում, հակաճառելու ցանկություն է առաջանում, ընդդիմանալու ցանկություն է առաջանում այս կամ այն երևույթին, այս կամ այն մարդուն, այս կամ այն իրավիճակին, ապա դա հուշում է այն մասին, որ դու գտնվում եք տվյալ թվի բացասական էներգետիկ հոսքի ազդեցության տակ եւ դա կարող է բավական ուրեմն կործանարար ազդեցություն ունենալ ոչ միայն ձեր կյանքի, առօրյայի, այլ նաեւ առողջության վրա։ Ասեմ, որ բոլոր թվերից գուցե իհարկե ընդհանրապես պետք է դրական մտքերը կարողանալ ստերիլ պահել, մաքուր պահել եւ ընդհանրապես աշխարհը նայել դրական վեկտորի տեսանկյունից եւ ցանկացած փորձության վերաբերվել ոչ թե պատժի, այլ հնարավորության, որը հաղթահարելով դուք կարողանում եք ուղղակի ձեզ տրված դասը սերտել եւ մեկ քայլով աճ ապահովել ինքներդ ձեր համար հոգեվոր դաշտում, եթե ընկալումը այդպես է, ձեզ պատահած ուրեմն նեգատիվ երևույթների նման կերպ եք վերաբերում, ապա դրա պատասխանը շատ արագ դուք դրականորեն կստանաք, իսկ եթե սկսում եք այսպես ասած կռվել քամիների հետ, հողմաղացների դեմ անիմաստ պայքար տալ, պայքարել եւ ուրեմն ձեզ համար ինչ-որ կերպարներ ստեղծել, ապա հիշեցնեմ, որ դա կարող է իսկապես ձեզ ուղղակի ետ մղի ձեր գործերից, ձեզ դարձնի շատ նյարդային, ուրեմն կասկածամիտ, մարդկանց հանդեպ լցվեք չարությամբ, եթե ունեք նման ուրեմն մտքեր, զգացողություններ, ապա սա շատ լավ հուշում է այն մասին, որ դուք գտնվում եք ձեր թվի բացասական էներգետիկ հոսքերի տիրույթում եւ պետք է անմիջապես սա որպես կարմիր լույս վառվի ձեր ուղեղում, ձեր մտքում եւ ձեզ հուշի, որ դուք պետք է ուրեմն ամեն ինչ անեք, որպեսզի ձեզ թվացող վատ երևույթին հակառակ կողմից նայեք եւ դա նայեք ոչ թե ուրեմն պատիժ, այլ հնարավորություն դեպի անձնային աճ ապրելու համար։ Իդեպ ասեմ, որ մեզ հետ ինչ երևույթ էլ որ տեղի է ունենում, դրանց հեղինակը եւ ճարտարապետը ինքներս ենք, մենք ենք ստեղծում այն իրականությունը, որտեղ որ մենք հայտնվում ենք եւ ընդհանրապես չկան վատ կամ լավ մարդիկ, կան ընդամենը մեր ուրեմն վերաբերմունքն է այդ ամենի նկատմամբ եւ ամենևին էլ պարտադիր չէ, որ մենք ուրեմն գնահատական տանք այս կամ այն անձի, այս կամ այն երևույթի մասին, մենք ընդամենը դրանով մեր ներքին աշխարհն ենք ի ցույց դնում, մեր վերաբերմունքով մենք ցույց ենք տալիս, թե ընդհանրապես մեր ներսում ինչ վնասված, ինչ ոչ լիարժեք կետեր կան, որոնց վրա պետք է ուղղակի աշխատել։ Սրանք փոքրիկ հուշումներ են, բայց շատ կարևոր են եւ ընդհանրապես հիշեք, եթե որոշ գույներ են ձեզ նյարդայնացնում, դուր չեն գալիս, ապա ինքներդ ձեզ հարց տվեք, ինչու չեք սիրում այդ գույնը, որովհետև կարող եք լինել ուղղակի անտարբեր այս կամ այն գույնի հանդեպ կամ այս կամ այն գույնի ցանկություն ունենաք կրելու այս կամ այն գույնի հագուստ կամ չգիտեմ ինչ որ մի աքսեսուար, որը ձեզ
ուրախություն կպարգևի, եթե հստակ ընդգծված ինչ-որ գունային գույների, երևույթների հանդեպ հստակ ուրեմն ընդգծված վերաբերմունք ունեք, ապա դա շատ լավ հուշում է, որ դուք ինքներդ ձեզ հարց տաք, իսկ ինչու ես սա չեմ սիրում, գուցե դա ահազանգ է այն մասին, որ պետք է ինքներդ ձեզ վերանայեք, նայեք ձեր ներսը, տեսնեք որտեղ կա չբուժված կետեր, փոսիկներ, այսպես ասած, sense պայմանական եմ ասում փոսիկներ, որոնք պետք է ուրեմն լցնել, որպեսզի չընկնեք ինքներդ ձեր կողմից ուրեմն բացած փոսերի մեջ։ Իդեպ ասեմ, որ վեցերի համար շատ կարևոր է, որ նրանք իրենց կեցվածքով ոչ թե իրենց կեցվածքով փորձեն ինչ-որ դիրք իրենց կեցվածքով շրջապատին ստիպեն իրենց նկատել, այլ իրենց հեզությամբ, խելացիությամբ եւ ուրեմն վարվելակերպով, որովհետեւ ընդհանրապես վեցերը սիրում են եթե դրական էներգետիկ հոսքերի ազդեցության տակ են գտնվում, ապա նրանք սիրում են ընկերներ, շրջապատ, ուրախություն, վայելքներ, ճոխություն եւ ժամանցներ, դրական էմոցիաներ տալ եւ ստանալ եւ նրանք շատ հաճույքով են կազմակերպում այդ ամենը։ Եթե դուք նյարդայնանում եք ինչ-որ բազմամարդ վայրերում հայտնվելուց, եթե ձեզ վրա սկսում են ինչ-որ ազդել նման ուրեմն մարդիկ կամ բազմամարդ վայրերի ուրեմն վայրերը սկսում են ձեզ նեղություն տալ, դա եւս հուշում է այն մասին, որ դուք գտնվում եք ձեր 6 թվի էներգիաների բացասական վեկտորի տիրույթում եւ պետք է ուրեմն փորձեք այդ ամենին ուշադրություն դարձնել եւ հասկանալ ինչն է ձեզ խանգարում պահը զգալ եւ պահի լավ կողմը զգալ եւ դրանով վայելել տվյալ պահը։ Վեցերի համար շատ կարևոր է հասկանալ, որ պետք չէ շրջապատի հանդեպ դառնան ուրեմն վերահսկող, կասկածամիտ, եթե նման ուրեմն բնավորության գծեր են ձեզ մոտ առկա, ապա իմացեք, որ այդ ամենը ձեզնից բավական էներգիա է տանում եւ այն էներգիան, որը գալիս է տիեզերքից դեպի ձեզ դրականը արարելու համար եւ կորչում է այդ ուղղությունների վրա, ուրեմն դա նշանակում է, որ հնարավոր է, որ դուք այս կամ այն առողջական խնդիրը կարող է ունենաք, որովհետև ձեր էներգետիկ հոսքերի մեջ ուրեմն խզում կա եւ այդ ստացված էներգիան, որը որ պետք է հետ վերադառնար դրական կերպով, այդ ցիկլը կխախտվի եւ այս կամ այն ուրեմն օրգանի վրա, օրգան համակարգի այս կամ այն հատվածում կարող է ուրեմն հարված լինել, հարված ասել է չակերտով նկատի ունեմ, այսինքն վնասվի այս կամ այն օրգան համակարգի աշխատանքը, որը հետագայում կարող է որևէ հիվանդության ձևով արտահայտվել։ Իդեպ ասեմ, որ ընդհանրապես եւ եթե ձեր կյանքում ինչ-որ բաներ են տեղի ունենում, աշխատեք երբեք չբողոքեք, այլ ընդհակառակը շնորհակալություն հայտնեք տիեզերքին, քանի որ նման ձևով ուրեմն տիեզերքը համագործակցում է ձեզ հետ եւ փորձում է ձեզ ցույց տալ ձեր ներքին ուրեմն բացասական կողմերը։ Սա է ամբողջ գաղտնիքը, ընդհանրապես սեփական թվերի մասին տեղեկացված լինելուց հետո իմանալ թե ինչպես վերաբերվել եւ մի մոռացեք, որ եթե կա հարց, ապա հարցը ունի պատասխան եւ երբեք պետք չէ սրերով, թրերով ընդունել ցանկացած ուրեմն փորձություն, որովհետեւ դրանք ընդհակառակը պետք է շնորհակալ լինել այս կամ այն երևույթին, որը պատահում է ձեզ հետ, որոնք ընդհանրապես օգնում են դուք ավելի ուժեղ լինեք, ավելի այլ ասպեկտից մոտենաք հարցերին եւ կարողանաք այդ հարցերը լուծել, ուրեմն դա ազդակ է այն մասին, որ ձեր մոտ ինչ-որ մի խնդիր կա, որը դուք ժամանակին չեք հասցրել լուծել եւ ժամանակը եկել է, հասունացել է, որպեսզի դուք ձեր վրա աշխատեք եւ հոգեվոր դաշտում գտնեք այդ հարցերի պատասխանները։ Իդեպ ասեմ, որ վեցերի համար, քանի որ վեցերը աղոթքի մարդիկ են, բոլորովին պարտադիր չի, շատ
ոչ թե պարտադիր չի, այլ վեցերի համար նյութական աշխարհում, այսպես ասած, մտքերը նյութական աշխարհում խարսխելը կարող է ուրեմն վնասակար լինել վեցերի համար եւ չնայած նրանք սիրում են ճոխություն, բայց այդ ճոխությունը վերադառնում է նրանց ուրեմն ոչ թե գումարի, ֆինանսների եւ այլ տեսքերով, այլ կարող է ընդամենը մեկ գեղեցիկ ծաղիկի միջոցով լինել, որը նրան շատ ավելի մեծ դրական էմոցիա կպատճառի, քան ասենք, չգիտեմ, ոսկեջրած ինչ-որ մի բան, որ կարող է ճոխ արտաքին ունենալ, բայց նրան այնքան էլ ուրեմն չգոհացնել։ Այստեղ շատ նուրբ ընկալման մասին է խոսքը եւ ամենևին չափերի մասին չի խոսքը ընդամենը փոքր դետալները նկատելու եւ փոքր դետալներով երջանկանալու, ուրախանալու եւ գոհ մնալու մասին է խոսքը եւ եթե խոսում ենք ճոխությունների մասին, ապա ամենևին դա չի նշանակում, որ եթե հագուստ, ապա բմբուլներով հագեցած, եթե ուրեմն սեղան, ապա չգիտեմ, ամեն ինչը այսպես տարբեր աքսեսուարներով գերհագեցած, ապա ընդամենը խոսքը հետաքրքիր գունային ուրեմն լուծումների, հետաքրքիր այսպես կրեատիվ լուծումների եւ ընդհանրապես կրեատիվ մտածելակերպի միջոցով ուրեմն մինիմալիստական լուծումներով մաքսիմալ հաճույք ստանալու մասին է։ Այնպես որ սիրելի վեցեր, եթե դուք ունեք նման զգացողություն, եթե ձեզ ընդհանրապես ցանկություն է առաջանում ձեր մեջ ինչ որ բան խնդրելու, ապա խնդրեք միայն դրական լույսի ներքո, որովհետև եթե դուք դրական ուրեմն մտքերով լինեք եւ ոչ թե ձեր անձի վրա կենտրոնանաք, իդեպ ասեմ վեցերի համար եւս վտանգավոր է եսակենտրոն լինելը, նրանց ցուցված չէ սեփական անձի մասին առաջինը հոգ տանելը, նրանք ավելի ընտանիքի մարդիկ են, ավելի շրջապատի մարդիկ են, ուրիշին գոհացնելով են երջանկանում եւ այլն, սրանք դրական այն ազդակներն են, որոնք խոսում են այն մասին, որ դուք ուղղակի սոցիալական համակարգում ռեալիզացված եք եւ ինքներդ ձեզ կարողանում եք հաճույք պատճառել, դրանք ձևերը կարող են լինել տարբեր, արդյունքը նույնը, կարևորը դուք միշտ ճպտակ, միշտ լինեք ուրեմն սիրված, հարգված եւ ընդհանրապես հիշեք, որ ձեր խոսքը շատ մեծ ուժ ունի եւ խոսքին պետք է լինեք շատ ուշադիր եւ աշխատեք ընդհանրապես բացասական մտքեր եւ արտահայտություններ չանել, որովհետեւ այդ ձեր կողմից արտահայտած բացասական միտքը, խոսքը, արտահայտությունը կարող է անմիջապես բարձրանալու է վերև եւ ձեզ հետ է վերադառնալու տարբեր ուրեմն բացասական երևույթների տեսքով։ Այս ամենից խուսափելու համար ուրեմն եղեք ողջախոհ, եղեք մտածված, քայլեք ճակերտների մեջ նկատի ունեմ, կարծում եմ ուղիղ չեք հասկանում եւ հասկանում եք խոսքից որ մասն է ճակերտների մեջ եւ ընդամենը ապրեք այնպես ինչպես զգում եք եւ ինչպես ձեր հոգին է ուզում։ Ամեն անգամ երբ խոսում եմ թվերի մասին, ես ասում եմ, որ միայն ծննդյան օրվա թիվը չի, որ ազդում է մեզ վրա, ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա, դա նաև ամսվա թիվն է, ենթադրենք առաջին ամսվան, երկրորդ, երրորդ, 12 ամիս գոյություն ունի տարվա մեջ եւ դրանք եւս մեր վրա ազդում են, այս մասին մենք կխոսենք հետագայում, մենք կամաց ուրեմն կբացենք փակագծերը, եթե ունեք հարցեր, եթե ունեք ինչ-որ ասելիք, ապա խնդրում եմ ձեր մտքերով կիսվեք նաև այս տեսանյութով, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ծանոթանալ իրենց հետ եւ գրեք ձեր կարծիքը, արդյոք իսկապես դուք ունեք նման զգացողություն, գիտեիք արդյոք այն մասին, որ դուք ունեք նման տաղանդներ եւ ձեր տաղանդները պետք է ծառայեցնեք ձեր կյանքն ավելի երջանիկ, բարեկեցիկ եւ առողջ ապրելու համար եւ բոլոր ոչ կառուցողական մտքերին այսօրվանից ասեք ցտեսություն, որպեսզի նրանք վաղը ձեզ չխանգարեն երջանիկ եւ առողջ ապրելուն։
Այսօր այսքանը սիրելիներս, մենք կհանդիպենք հաջորդ անգամ կխոսենք արդեն 6 թվին տակ ծնված երեխաների մասին, որը եւս շատ կարևոր է ծնողների, տատիկների, պապիկների համար, նրանք իմանան, որ եթե ունեն բալիկ կամ թոռնիկ, յուրաքանչյուր ամսվա 6-ին, 15-ին եւ 24-ին ծնված, ապա ինչ կարելի է պահանջել այդ երեխաներից եւ ինչ չի կարելի պահանջել, որովհետեւ նրանք այդպես էլ չեն հասկանա, թե դուք ինչ եք ուզում իրենցից եւ ուղղակի ձեր էներգիան ավելորդ կկորի եւ դուք կկորցնեք երեխային վայելելու շանսը։ Ուստի այսօր այսքանը ավարտեմ այսքանով, հաջորդ տեսանյութի ժամանակ կխոսենք այդ թվերի տակ ծնված բալիկների մասին։ Համաղթում եմ ձեզ լավ ժամանց, առողջ եղեք, մենք դեռ կհանդիպենք, առայժմ